Երբ հիմա դժգոհում են ոստիկանությունից, մտածում եմ, որ սովետական միլիցիան էլ մի բան չէր, պատանի հասակում մի քանի անգամ բախվել եմ նրանց հետ: Այնքան էլ չար չեմ եղել, չնայած իմ շրջապատում եղել են բավականին չար պատանիներ: 14-15 տարեկան հասակում մի անգամ կինո նայիրի իմ մոտ, որտեղ անցել է իմ մանկությունը, դրուժնիկները ինձ բռնեցին: Դրուժնիկները դա այն մարդիկ էին, ովքեր համագործակցում էին միլիցիայի հետ, որպեսզի ստեղծեն իրենց կարիերան կոմսոմոլի կամ ոստիկանության գծով: Տարան, մի քանի ժամ պահեցին, թե ինչ գործ ունես 8-ին 9-ին դուրսը: Շատ տարօրինակ էր, քանի որ այժմ օրինակ մինչև 11-12-ն են երեխաները դուրսը լինում: Արդեն 16-17 տարեկան հասակում մի անգամ Ավան թաղամասում երկու մեքենաներ կանգնեցին կողքս և ինձ հրեցին մեքենայի մեջ, ապա տարան սովետականի քաղմաս, գրպաններս ստուգեցին, մի գրպանից հանեցին 75 ռուբլի գումար, 3.25-անոց: Այդ միլիցիոներն էր թե քննիչն էր, ասեց՝ հա գումար ես հա խաղում: Ասեցի 25 ռուբլյանոցներով գումար չեն խաղում, աշխատավարձ եմ ստացել: Մյուս գրպանից հանեցին 3 թուղթ, իմ բանաստեղծություններն էին, կարդաց, ապա զարմացած նայեց ինձ ու ասեց՝ ոչ մի բան չհասկացա: Ասեցի ես միլիցիայի համար չեմ գրում, այդ դրա համար կարող է ծեծ ստանալ: Բայց ոչինչ չասեցին, բաց թողեցին, լավ էր գոնե բանաստեղծությունները հակասովետական չէին, թե չէ միգուցե նստացնեին մեքենան և տեղափոխեին Նալբանդյան փողոց, կագեբե: